Բարև ձեզ, այսօր առավոտը որոշեցի ID բանկի քարտին գումար լցնեմ, որ տրանսպորտ նստեմ, ասեմ մեքենաներ ունեմ, բայց այս արդեն քանի տարի է, շատ տեղեր իմ համար ավելի հեշտ է գնամ տրանսպորտով, քան մեքենայով, կամ պարկինգ չկա, կամ ընենց տեղ պետք է թողեմ, որ կարող է գան, կպնեն, խազեն մեքենան, ես չեմ կարող տենց խազած թողնեմ, չեմ սիրում խազելնի մեքենայի վրա, պետք է սարքեմ, տանեմ, բերեմ, ժամանակը, ասում եմ ավելի լավ է նստեմ տրանսպորտ գնամ կամ։ Եթե այնպես տեղ է, որ նորմալ մեքենան կարելի է օգտագործել, գնում եմ։ Բայց հարցը դրանում չի, ուրեմն մոտեցա ID բանկի տերմինալին, որ գումար լցնեմ, տերմինալը առաջարկեց նույնականացում անցնել, որոշեցի վիդեո անեմ, որտեվ նոր բան է, շատերին այս ինֆորմացիան պետք կգա։ Ուրեմն տերմինալը առաջարկեց երկու տարբերակ, կամ էլեկտրոնային ստորագրությամբ, որը մեզ տվել է բջջային կապի օպերատորը, այսինքն այն համարը, որին կցված է էլեկտրոնային ստորագրությունը, հավաքում ենք տերմինալի վրա, հեռախոսի վրա մեր տեղ է բացվում, որտեղ պետք է գրենք էլեկտրոնային ստորագրության կոդը գրում ենք, նույնականացումը անցնում ենք, սա առաջի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը առաջարկեց նույնականացում անցնեմ ID բանկի հավելվածի միջոցով, այսինքն տերմինալի վրա սեղմում ես, QR-ը բացվում է, հեռախոսով սկանավորում ես ու էլի նույնականացումը անցնում ես, նոր դրանից հետո արդեն կարողանում ես առաջվա պես քո լիցքավորումը անես։ Այսքանը բաժանորդագրվեք YouTube-ի Արման Մանասարյան ալիքին և լայքեր դրեք։